Հովանեսը 5 տարեկան էր, երբ թուրքերը սպանեցին նրա հորը։ Մայրը աշխատանք չունենալով և չկարողանալով կերակրել երեխաներին, նրանց սովից փրկելու համար ստիպված եղավ Հովանեսին տանել որբանոց։ 5-ից մինչև 7 տարեկանը Շիրազն ապրեց Գյումրիում բացված ամերիկյան որբանոցում։ Նա ձեռքի շնորհք ուներ, խմորից փոքրիկ արձանիկներ էր պատրաստում։ Մի օր հենց այդ արձանիկներով էլ կաշառեց որբանոցի դռնապահին ու փախավ։ Այդ օրվանից Շիրազի տունը փողոցն էր։ Ապագա բանաստեղծը գիշերում էր երբեմն եկեղեցու պատերի տակ, երբեմն ծառի, իսկ երբեմն էլ շան բնում։ Այդ օր հասական վիճակում Հովանեսը սկսեց զբաղվել գողությամբ, պարզապես ապրելու համար։ Հերթական գողության ժամանակ ապագա պոետը պատահաբար գտավ իր մորը։ Այդ պահին հենց նա էր Հովանեսի գողության թիրախը։ Տարիներ անց մեծ բանաստեղծը իր առաջին գիրքը պիտի ձոներ հենց այդ կնոջը՝ հուշարձան մայրիկիս։ Երազիս մեջ դուռը զարկին, ով է ասի ներսից ես, դրսից ինչ-որ պարավ մեկին ասաց մատաղ լինեմ քեզ, մի կտոր հաց ողորմացիր, աղքատ կին եմ, որ բանտեր, ու ես իսկույն դուռը սպացի, հրաշք, մեռած մայրիկսեր, սարսափեցի, բայց գիրկն ընկա, մայրս ասաց, ես եմ ես, քեզ փորձելու համար եկա, հո չի փոխել կյանքը քեզ, մուրացկանի տեսքով եկա, որ աշխարհն էլ իմանա, տեղն է խիղճդ որդիս, թե մեռել է ինձ հետ նա։